Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Հայ-իրանական միլիարդանոց նախագիծը քրեական գործի կենտրոնում, Ծառուկյանի գործի ամենախոշոր դրվագը։ Կապարակնիքի պատանդները, երբ քննչական գործողությունների հետևանքը սոցիալական ճգնաժամն է։ Վարկեր ունենք, հարկեր ունենք, ուսանող ունենք, ո՞նց ենք պահելու։ Ուզում եմ իմանամ, ուզում եմ հասկանամ, կառավարությունը ինչ է մտածում։ Զորավարժություններ, միլիարդավոր դոլարների սպառազինություն եւ նոր հաշվարկներ, Բաքուն շարունակում է ուժեղացնել բանակը, ինչ է փոխվում Հայաստանի համար։ Համընդհանուր ապահովագրություն լրացուցիչ համավճարով երեխային բժշկի տանելը թանկանում է, պետությունը վճարում է մասամբ, մնացածը ծնողը։ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բազմակի վնասվածքներով տեղափոխված 1 տարեկան երեխա է մահացել։ Սեպտեմբերի 14-ից Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհին կազատվի աշխատանքից։ Քաղաքապետարանն է նման որոշում կայացրել, հիմքը հաստիքի կրճատումն է։ Պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Բժշկուհին մեծ զրույցում ասել է, որ այդ բաժանմունքում 10,600 կին է հաշվառված։ Ես մի անգամ եմ այդ օրերին ասել, վերջին 6 տարիների ընթացքում իմ ամենաերջանիկ եւ բավարարված օզն եմ ապրել։ Ես գոհ եմ, որ դա արել եմ, չեմ փոշմանում, գիտակցել եմ, որ կլինեն այսպիսի օրեր, դա ինձ երբևէ չէր կարող հետ կանգնացնել, ինչ եմ զգում աշխատանքը կորցնելուց, գրեթե ոչինչ հայրենիքը կորցնելու փաստի հետ համեմատած, գրեթե ոչինչ։ Հիշեցնեմ, որ մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի փողոցներից մեկում պոլիկլինիկայի բժշկուհին իր անհամաձայնությունն էր հայտնել գործող իշխանության քաղաքականության դեմ, որից հետո բանավեճ էր սկսվել իր եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Փաշինյանը սկսել էր քաշքշել կնոջն ու բղավել նրա վրա։ Միջադեպից հետո լուրեր տարածվեցին, որ Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ցանկանում են աշխատանքից ազատել։ ABC մեդիան շտապել էր պոլիկլինիկա, զրուցել էինք ղեկավարի հետ, որը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը բժշկուհուն աշխատանքից ազատելու հրաման չունի, սակայն պարտավոր է խիստ նկատողություն տալ աշխատանքից ուշանալու հիմքով։ Բժշկի աշխատանքից ազատման շուրջ աղմուկ ու առողջապահական համակարգի միակ խնդիրը չէ։ Այս օրերին ծնողները մեկ այլ խնդիր են բարձրաձայնում՝ երեխաների անվճար բուժօգնությունն աստիճանաբար վերածվում է համավճարով ծառայության։ Օրինակ, երեխային բժշկի է ստանում համոզված լինելով, որ ծառայությունը անվճար է, որովհետև միշտ է այդպես եղել, բայց ընդունարանի մոտ պարզվում է, պետք է նաև վճարես։ Վերջին շաբաթներին նման պատմությունները բազմապատկվել են։ Ծնողներն ասում են, այն ծառայությունները, որոնք նախկինում պետությունն էր ամբողջությամբ ֆինանսավորում, այսինքն պոլիկլինիկան ուղեգիր էր տալիս, այսօր դարձել են համավճարով։ Պետությունը վճարում է 6000 դրամ, մնացածը վճարում է ծնողը։ Սեդա Ակյուրեղյանն է պարզել թեմայի մանրամասները։ Երեխաների անվճար բուժօգնությունն աստիճանաբար դառնում է համավճարով։ Ծնողները ահազանգում են, ծառայությունները, որոնց համար պետպատվեր էր գործում, այսօր վճարովի են դարձել։ Խնդիրը վերաբերում է հատկապես նեղ մասնագետների խորհրդատվություններին։ Երեխայի ոտներ վնասվել երեք օր մի քանի օր առաջ եւ տարա իր պոլիկլինիկան, որտեղ որ գրանցված է, որպեսզի ստուգեն հասկանան ինչ խնդիր կա։ Անտեղ թերապևտը նայեց եւ ուղեկրեց դեպի մասնագետ վնասվածքաբան։ Բայց դրանից առաջ զգուշացրեց, որ արդեն համավճար է գործում, հետաքրքրվեց թե ինչ է իրենց ներկայացնում, պարզվեց, որ այդ կոնսուլտացիայի մի մասը, այսինքն այս դեպքում դա արժեր 9000 կոնսուլտացիան, որից 6000-ը ծածկում էր պետությունը եւ 3000 ես պետք է վճարեի։ Նույն բժշկի մոտ մի քանի ամիս առաջ անվճար է սպասարկվել Դավիթի որդին։ Ծնողն առաջին անգամ է լսել, որ երեխայի խորհրդատվության համար պետք է համավճար կատարի։ Դավիթի ֆեյսբուքյան գրառման տակ տասնյակ ծնողներ նույն խնդրի մասին են գրել։ Թեհմինե Ասատրյանը պատմում է, որ առանձնահատուկ կարիքներ ունեցող որդուն տարին մի քանի անգամ էնդոկրինոլոգի ու օրթոպեդի մոտ է տանում։ Նույն խնդրին է բախվել նաև Մարիամը, որ առաջին դասարան ընդունվելու համար դստերը տարել է պարտադիր ստուգումների։ Ծնողների պնդմամբ հատկապես վերջին շաբաթներին են բուժհաստատություններից սկսել ծանուցվել համավճարների մասին, սակայն առողջության ապահովագրության հիմնադրամը վստահեցնում է 2015-ից ներդրված համակարգում որևէ նոր փոփոխություն տեղի չի ունեցել։
Այսինքն, եթե բժշկական կենտրոնը խորհրդատվության արժեքը սահմանում է օրինակ 9,000 դրամ, հիմնադրամը փոխհատուցում է 6,000-ը, իսկ մնացած 3,000 դրամը վճարում է քաղաքացին։ Բայց ինչու են բժշկական կենտրոնները սահմանում ավելի բարձր գին։ Պատճառը, ըստ բժիշկ Գևորգ Գրիգորյանի, հենց փոխհատուցման չափն է։ Զրուցակիցներիս խոսքով խնդիրը ոչ թե համավճարի գաղափարն է, այլ այն, որ պետության սահմանած փոխհատուցման չափը չի համապատասխանում իրական ծախսերին, եւ այդ բացը լրացվում է ծնողների հաշվին։ Ստացվում է, որ ԲԿ-ների վրա են թողնում, ԲԿ-ներն եթե հաշվի առնենք, որ ձեռք չի տալիս, այդ կոնսուլտացիայի գինը իրական չի կազմում 6,000 դրամ, բնականաբար գումար են ավելացնելու։ Ես ստացվում է, որ մեղավորը իհարկե առողջապահությունը չի, բայց ԲԿ-ներն են, բայց իրականում պետք է նենց գին որոշվեր, այսինքն առողջապահության նախարարությունը, բժշկական կենտրոնները պետք է նենց միած գին որոշեին, միջինացված, որպեսզի նա մի կողմից բժիշկները ուժեին եւ կարողանային թար այսպես ասած, չգիտեմ, հիմնավոր աշխատավարձ ապահովել բժիշկների համար, կոնսուլտացիայի համար մյուս կողմից պետությունը կարողանա ստացել այդ գումարը, այսինքն Արդյունքում ստացվում է հակասական պատկեր։ Քաղաքացին արդեն վճարում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի համար, բայց նույն համակարգի շրջանակում նույնիսկ երեխայի բազային խորհրդատվության դեպքում հաճախ ստիպված է նաև վճարել բժշկական կենտրոնին։ Իսկ մինչ առողջապահության նախարարությունը շարունակում է հայտարարել, որ համակարգը մեծացնելու է բժշկական ծառայությունների հասանելիությունը, ծնողները մտավախություն ունեն, հավելյալ վճարները կարող են հատկապես սոցիալապես խոցելի ընտանիքներին ստիպել հետաձգել երեխային բժշկի տանելը։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ողբերգական դեպքի մասին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երեխա բազմաթիվ վնասվածքներով եւ սրտի կանգով։ Armenpress-ի փոխանցմամբ երեխան ընկել է բնակելի շենքի 3-րդ հարկի պատշգամբից։ Բժշկական կենտրոնն էլ հայտնում է, որ վերակենդանացման թիմն ու մասնագետներն անմիջապես իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Դպրոցի տնօրեն, ապա պատգամավորի թեկնածու եւ այժմ խորհրդարան անցած գործիչ։ Ռուզաննա Երեմյանի քաղաքական ճանապարհը շարունակվում է, սակայն նրա ղեկավարած Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերը դեռ բաց են մնում։ ABC մեդիան շարունակում է ստանալ ահազանգեր, այս անգամ արդեն նաեւ աշակերտներից։ Սեդա Մակարյանն է փորձել պարզել, ինչ է կատարվում կրթահամալիրում։ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի խորհրդարան անցած տնօրենը կվերցնի մանդատը, պարզ կլինի օգոստոսին։ Մինչ այդ կրթահամալիրի շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ ABC մեդիան շարունակում է տարբեր ահազանգեր ստանալ ծնողներից, նախկին աշխատակիցներից ու աշակերտներից, որոնք վերաբերում են կրթահամալիրում տիրող մթնոլորտին, տնօրենի գործելավոճին եւ հնարավոր իրավախախտումներին։ 2026 թվականից սկսած տարբեր հրապարակումներում Ռուզաննա Երեմյանին մեղադրում են դպրոցում քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար, խախտելով հանրակրթության մասին օրենքը, որն արգելում է ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչությունը։ Այս հարցով պաշտոնական դիմում էր ներկայացվել նաև ԿԳՄՍ նախարարություն։ Երեմյանի անվան շուրջ աղմուկը սկսվեց այն ժամանակ, երբ վերջինս աշխատանքային ժամին կաթողիկոսի դեմ գրառում էր արել ու միացել էր Փաշինյանին։ Այն ժամին, երբ ես դպրոցի տնօրեն եմ, իսկ դա առավոտյան ժամը 8-ից մինչև ժամը 16:00 է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ ԿԳՄՍ նախարարությունը սակայն հայտնել էր, որ հարցը փոխանցվել է Երևանի քաղաքապետարան, քանի որ կրթահամալիրը գտնվում է քաղաքապետարանին ենթակայության ներքո։ Ավելի ուշ քաղաքապետարանից հայտնել էին, որ տնօրենի գործողություններում խախտումներ չեն արձանագրվել։ Այդ կերպարը, անունը արդեն մոռացել եմ, նա բացահայտ քարոզչություն է տանում եւ չի դադարում։ Նա բազմիցս տարբեր անգամ աչքի է ընկել իր գերնիկոլականությամբ, եթե այդպես կարելի է բնութագրել։ Սակայն հրապարակային դժգոհությունները դրանով չեն ավարտվել 2026 թվականին մի շարք հրապարակումներով նախկին աշխատակիցները պնդել են, թե դպրոցում եղել են աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, կոպիտ վերաբերմունք, նաև հնչել են պնդումներ գումար հավաքելու, նվերների պահանջի եւ այլ հնարավոր չարաշահումների մասին։ Այս պնդումները հրապարակվել են լրատվամիջոցներում, սակայն մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից չեն հաստատվել։ Այսօր ինքը հիմքից կրթական մակարդակը քանդել է դպրոցում։ Եվ աշակերտները ստրեսի ենթարկված են տուն գնում։ Այդ ներքին ֆոնդի գումարն էլ է հավաքվում եւ մի բան էլ ավել է հավաքվում, հասկացանք, լավ։ Ֆոնդի գումար հավաքում են, բայց ի՞նչ է նշանակում ավել գումար հավաքեն, որ տան իրան։
Ինքը վիզիշլի նվեր չի ուզում, ասма փողը բերեք տվեք։ Մեկ այլ հրապարակմամբ ծնողները պնդել էին, որ դպրոց Նիկոլ Փաշինյանի այցից առաջ աշակերտներին առաջարկել են հագնել նույնանման շապիկներ, որոշակի խորհրդանիշներով եւ ծնողներին պարտավորեցրել են ձեռք բերել դրանք։ Ավելին, երբ մեր նկարահանող խումբը փորձեց տնօրենից պարզել ինչ է տեղի ունեցել, վերջինս սկսեց բղավել ու վիրավորել։ Անգելիս ազատեք տարածքը։ Հիմա բաներ մի խոսեք։ Դե մենք մեր բանը կեստեղ։ Դուք ով եք։ Ես ABC մեդիայից Սեդան եմ Մակարյան դերակցում։ Ես ձեզ հետ խոսելու բան չունեմ։ Հերթն աշակերտներինն էր, վերջիններս մեզ պատմել են, որ Ռուզաննա Երեմյանը դասաժամերին քաղաքական քարոզով է զբաղվում ու ղորթում է սաներին։ Շատ արգալից է խոսում։ Այո, մի քիչ առաջ զանգերերի նկարչի ուսուցչի ու գորում էր խոսքի պասեք ասեմ գորում էր տիպ ես ձեր տեղը պախատան եմ այսքան ժամանակ ինքը գալիս է ահավոր հեռվից օրինակ այդ որ ավտոբուսները թանկացել էին ինքը մեր հետ խոսում էր բայց ինքը գալիս էր ահավոր հեռվից օրինակ ինչ-որ Հայկու բել էր սկսում խոսալ ու վերջում ասում դե տեսեք երեխեք որ դուք չլսեք ձեր վարչապետին կառավարչին ցես բաներ կարինի Իսկ նախկին սաները պատմում են, որ նա անհարգալից է վերաբերվում ոչ միայն իր գործընկերների հետ, այլ նաև սաների, նրանց վիրավորել, նվաստացրել է։ Շատ աշակերտների նա հասցրել է տագնապային գրոհի անհիմն պատճառներով։ Թիրախավորում է ծնողազուրկ երեխաներին, շատ լավ իմանալով իրենց հոգեվիճակը։ Դասարանի երեխաներին միշտ իրար դեմ է լարում։ Նա ուներ դասղեկական ավագ դասարան, եւ նրա հանդեպ հարգանքը պայմանավորված է միայն նրանից վախով, ոչ ավելի, ոչ պակաս։ Ես 2024 թվականի շրջանավարտ եմ, կցանկանայի խոսել այս մասին։ Իմ աշակերտական տարիներին փորձել եմ բողոքել Արմեն Սարգսյանի եւ Ռուզաննա Երեմյանի դեմ կասկածելով նրանց փողերի լվացման մեջ, ինչպես նաեւ վատ վարքագծի ցուցաբերում, հանրայնացված բուլինգ, թիրախավորում աշակերտների հանդեպ եւ քաղաքական կոնտեքստով խոսքեր։ Օրինակ, գնեք Թելսելի տրանսպորտային քարտը։ Նաև 2024 թվականի դիպլոմային աշխատանքների թեմայի փոփոխությունը մի քանի ամիս առաջ։ Խորագիրը ինքնանկարն էր, որը կարող են անձնային աչքով տեսնել, սակայն հետո նա անձամբ փոխեց եւ անվանեց Հայաստանը մենք ենք, եւ ինչպես կարող եք տեսնել, աշխատանքների մեծ մասի նկարները խորագրին չեն համապատասխանում։ Ասեմ ավելին, ավելի մեծահասակ շրջանավարտներ նույնպես բողոքում էին նրանից, երբ նա դեռ փոխտնօրեն էր։ Շատ աշակերտների նա հասցրել է տագնապային գրոհի անհիմն պատճառներով։ Բարև ձեզ, չեմ ուզի շատ երկար գրել, ինքը բավականին կոպիտ էր խոսում բոլորի հետ։ Մազերը ներկելու պատճառով կարար տաներ հավաքարարի խուց, որ տեսախցիկները միջանցքի չնկարեն ու սկսեր սպառնալ, որ հեռացնելու է։ Հավաքել էր իմ դեմ դասարանի աղջիկներին ու իմ մասին սեռական բնույթի բամբասանքներ էր սկսել ասել, որ իմ հետ շփվեն։ Շատ կասկածելի ու տարօրինակ մարդ էր մի խոսքով։ Իմ կյանքում առաջին անգամ, որ հասուն մարդ որոշի աշակերտին բուլինգի ենթարկել։ Գիտես ինչ մանյակ տիպ է, ես ընդեղ եմ սովորել, ահա որն է։ Սաղ վստահ եմ, զզվում են, անձնակազմը ու վախենում։ Շատ անդաստիրակ է պահում միշտ իրան երեխեքի հետ, նաև անգրագետ է։ Ես իրան 2018-ին ջնջել եմ սաղ տեղերից։ Հայրիկի նկարի տակ բաներ գրել, սաղ կապերս կտրեցի։ Ըստ աշակերտների Երեմյանը նաև ավարտական դասարանների աշակերտներից գումար ու նվերներ է պահանջել։ Այն բարձր դասարանները պետք է ամեն ամիս 15-20 հազար փոխանցեն, որ դասղեկները ծրարով ներկայացնեն իրան։ Այդ ո՞ր է գրած, որ տնօրենի իրավունք ունի սենց շորտի, կորզի։ Ահազանգեր կան նաև Երեմյանի ամուսնու Արմեն Սարգսյանի գործունեության վերաբերյալ, որը ըստ մեր տեղեկությունների նույն կրթահամալիրում աշխատում է որպես տնտեսվար։ Մեր խմբագրությունը ահազանգող քաղաքացիները, որոնք տարբեր ժամանակներում առնչվել են կրթահամալիրի տնօրենի հետ, նշում են, որ Երեմյանի հեռանալուց հետո տնօրեն նշանակվելու է նրա մտերիմն ու կատարելու է այն հրահանգները, որոնք ստանալու է արդեն պատգամավոր Ռուզաննա Երեմյանից։ Ինքը Երեմյանը լրագրողների հետ զրույցում բազմիցս անդրադարձել է ահազանգերին, սակայն հստակ պատասխաններ չի տվել։ Միայն հայտարարել է, թե իր փաստաբանն է զբաղվում ԶԼՄ-ներում տեղ գտած ահազանգերով։ Մեր խմբագրությունը շարունակում է ստուգել ներկայացված տեղեկությունները եւ պատրաստ է ներկայացնել նաեւ տնօրենի դիրքորոշումը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Կրթական համակարգում բարձրաձայնվող խնդիրներին զուգահեռ կան նաև մարդիկ, որոնց այսօր մտահոգում է ոչ թե աշխատանքի միջավայրը, այլ ընդհանրապես աշխատանք ունենալու հարցը։ Հազարավոր աշխատակիցներ հայտնվել են անորոշության մեջ, փակված ձեռնարկությունների եւ չվճարված օրերի պատճառով։ Ինչպես վճարել վարկը, տան վարձը, հոգալ ընտանիքի ծախսերը, երբ չգիտես վաղ աշխատանքի կվերադառնաս, թե ոչ։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում կապարակնքված ընկերությունների աշխատակիցները հայտնվել են անորոշության մեջ։ Նրանք ասում են, չեն քննարկում գործիեությունը, պահանջում են միայն մեկ բան՝ աշխատելու հնարավորություն։ Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում շարունակում են կապարակնքված մնալ մուլտիգրուպի մի շարք ընկերություններ։ Բնականոն աշխատանքը վերականգնել է միայն Արարատ ցեմենտ ընկերությունը։ Ինչ վերաբերում է մյուս ընկերություններին, ապա հազարավոր աշխատակիցներ են հարկադիր պարապուրդում առանց հստակ տեղեկության, թե երբ կվերադառնան աշխատանքի։ Մուլտիգրուպ Սթոունի աշխատակիցներն ասում են, պատասխան ստանալու համար դիմել են բոլոր հնարավոր կառույցներին, սակայն ապարդյուն։ Քանի որ Աբովյանի քննչականից հստակ պատասխան չեն ստացել, պատրաստվում են դիմել քննչական կոմիտեի կենտրոնական վարչություն։ Առավոտյան գալու գնալ կենտրոնական քննչական մարմին, փորձենք պատասխան ստանալ, ուրիշ տարբերակ չկա։ Աշխատանքի եւ աշխատավարձի անորոշությունը մեծ մտահոգություն է նաեւ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի աշխատակիցների համար։ Նրանք հավաքվել են պահանջելով վերաբացել աշխատավայրերը եւ հնարավորություն տալ շարունակել աշխատանքը։ Չգիտեն, կստանան աշխատավարձ, ինչպես են մարելու վարկերը, վճարելու տանվարձն ու հոգալու ամենօրյա ծախսերը։ Պահանջը մեկն է ու շատ պարզ՝ աշխատելու հնարավորություն։ Վարկեր ունենք, հարկեր ունենք, ուսանող ունենք, ո՞նց ենք պահելու։ Ուզում եմ իմանամ, ուզում եմ հասկանամ, կառավարությունը ինչ է մտածում։ Մենք չենք ուզում ուրիշ տեղ գնալ։ Մենք ունենք աշխատանք եւ գոհ ենք մեր աշխատանքից։ Հիմա խնդրում ենք, որպեսզի ապահովեն, մենք բնականon հենա աշխատանքի կարողանանք կազմակերպել։ Կապարակնքված է նաև Օլիմպիական մարզաառողջարանային կենտրոնը, որտեղ մարզվում էին Հայաստանի եւ արտերկրի հավաքականներ, հարյուրավոր երեխաներ ու մեծահասակներ։ Անորոշության մեջ են նաև կենտրոնի հաճախորդները։ Նրանք սոցիալական ցանցերում հարցնում են, երբ կվերականգնվի կենտրոնի աշխատանքը, ինչ է լինելու նախապես վճարված փաթեթների գումարների հետ եւ ով է կրելու պատասխանատվությունը։ Ներեցեք, իսկ որևէ մեկը կպատասխանի փաթեթը վճարած, բայց փակ լինելու պատճառով չհաճախած հաճախորդների վարձը ով է վերադարձնելու։ Ոչ զանգերին պատասխանող կա, ոչ նամակներին։ Ձեր այցելուներին կպարզաբանեք, թե ինչ եք պատրաստվում անել։ Հաճախորդներին առաջարկվում է սպասել անորոշ ժամկետով եւ նախապես զգուշացվում, որ գնված փաթեթը ուժի մեջ է լինելու։ Փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ, սակայն գլխավոր հեռախոսահամարն անհասանելի է։ Նույն վիճակն է նաև Եվրոմոթորսում։ Ընկերության ղեկավարության փոխանցմամբ խոզարկությունների ընթացքում արգրավվել են սերվերները, ինչի հետևանքով խզվել է կապը միջազգային գործընկերների հետ։ Դադարել են վաճառքներն ու պատվերները, իսկ տեխնիկական սպասարկման համար ընկերությունում գտնվող 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում Չինաստանի դեսպանատան մեքենան, դեռևս հնարավոր չէ վերադարձնել սեփականատերերին։ Կան նաև քաղաքացիներ, որոնք վճարել են մեքենաների համար, սակայն չեն կարողանում դրանք ստանալ։ Կապանվել է մեր լրիվ աշխատանքը, BMW-ի հետ մենք կապ չունենք, չենք կարող պատվերներ տնել մեքենաների, չենք կարող մեր պատվեր տրած մեքենաների վրայի օպշններ ամբողջացնել։ Լոջիստիկսի խնդիր ունենք, թրեյլերները գնացել են այնտեղ, բայց որտեղ վճարումները չեն եղել, որտեղ վճարումները կկատարվեն այդ համագարկի ընդմեջից, մեքենաները մնացել են այնտեղ, անորոշ ճակատագիր։ Մենք ունենք բավականին մեծ թվով մեքենաներ արկա, ունենք սպասվող նոր մոդելներ, ունենք նաև նոր մոդելի շնորհանդես սպասվող, ունենք միանշանակ պայմանավորվածություններ հաճախորդների հետ, ում հետ որ նաև բանակցային փուլում ենք գտնվում ու գրեթե մեկ շաբաթ է խաթարված է Եվրոմոթորս ընկերության աշխատանքը։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարզաբանում է, եթե պարապուրդը տեղի է ունեցել ոչ աշխատողի մեղքով եւ գործատուն չի կարող այլ աշխատանք առաջարկել, ապա օրենքով աշխատողին վճարվում է միջին աշխատավարձի առնվազն 2/3-ը։ Սակայն այս դեպքում դեռ պարզ չէ, թե ինչպես է այդ դրույթը կիրառվելու, քանի որ ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել է քննչական գործողությունների հետևանքով։ Դիմեցինք նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, պարզելու թե երբ կհանվի կապարակնիքը եւ կվերաբացվեն ընկերությունները։ Պատասխանը կարճ էր, չեն մեկնաբանում։
Մինչ իրավապահները շարունակում են քննչական գործողությունները, աշխատակիցները շեշտում են. իրենք չեն քննարկում քրեական գործի բովանդակությունը, պարզապես պահանջում են հնարավորություն աշխատելու, նշելով, որ յուրաքանչյուր փակ օր ոչ միայն տնտեսական վնաս է բիզնեսների համար, այլև սոցիալական ծանր հետևանք հարյուրավոր ընտանիքների համար։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մի կողմում փակված աշխատատեղերը եւ անդորոշության մեջ հայտնված մարդիկ են, մյուս կողմում քրեական գործի առանցքում հայտնված միլիոնավոր դոլարների պատմություն։ Բայց ինչ է իրականում տեղի ունեցել Multigrupի եւ իրանական գործընկերների միջև։ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի առանցքում նաեւ այն տնտեսական նախագիծն է, որն ընդամենը 2 տարի առաջ ներկայացվում էր որպես հայ-իրանական հարաբերությունների նոր հնարավորության խորհրդանիշ։ Այսօր նույն նախագիծը դարձել է միլիոնավոր դոլարների վեճի, փոխադարձ մեղադրանքների եւ իրավական պայքարի կենտրոն։ Դիտենք Սեդակ Յուրեխյանի հետաքննությունը։ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի առանցքում հայ-իրանական տնտեսական գործակցության ամենախոշոր ծրագրերից մեկն է։ 2024 թվականին Ծառուկյանի Առինջ մոլի տարածքում բացված հայ-իրանական առևտրի կենտրոնը։ 2024-ին ծրագիրը ներկայացվում էր որպես երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր փուլ։ Այստեղ ներկայացված էին լինելու իրանական խոշոր արտադրողները, իսկ ծրագիրը պետք է նպաստեր երկու երկրների միջև մինչև 3 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությանը։ Հայաստանի եւ Իրանի ղեկավարները նախանշել են ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 3 միլիարդ դոլարի եւ մենք պետք է ջանքեր գործադրենք դա իրողություն դարձնելու համար։ Կենտրոնի 50%-ի բաժնետերը Ծառուկյանի Multigrupն էր, մյուս 50%-ինը իրանական Pars Hilal Caspian գրուպը։ Բացմանը մասնակցում էին Հայաստանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց չէր ներկայացել Գագիկ Ծառուկյանը։ Անձնական խնդիրներով չհասցրեց։ Հետո մենք շուտ պրոտոկոլների պատճառով շուտ գործը կազմակերպեցինք։ Այսօր նույն նախագիծը դարձել է Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի առանցքային դրվագներից մեկը։ Ծառուկյանի ձերբակալության օրը նրա փաստաբանը հայտարարեց. Այնտեղ որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր դուժող, այս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի։ Քննչական կոմիտեից Ծառուկյանին մեղադրում են 2022-ից 24 թվականներին հանցավոր խումբ ստեղծելու, Իրանից ներմուծված շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ յուրացնելու, մաքսային հայտարարագրեր կեղծելու եւ հետագայում փողերի լվացում իրականացնելու համար։ Սակայն պաշտպանական կողմը պնդում է, ներկայացվող մեղադրանքները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ անտեսում են գործի մի շարք առանցքային հանգամանքներ։ Իրանական կողմի գործարարները, որ տաղավարներում պետք է ներկայացվեն, իրանական կողմի գործընկերները նրանցից ամսական գումարներ են վերցրել, իսկ հայկական կողմին ներկայացրել են, որ ընդհանրապես գումար չեն վերցնում, այսինքն նախնական փուլում անվճար է, առնվազն վարձակալության մասով մոտ 300 միլիոն դրամ։ Փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայացրած փաստարկների համաձայն սա ամենը չէ։ Իրանցի 3 գործարար հայկական կողմից ստացել են միլիոնավոր դոլարների փոխառություններ, որոնք պետք է օգտագործվեին Իրանից ապրանք ներկրելու համար։ Այդ գումարով ապրանք է գնվել, Հայաստանում վաճառվել, բայց գումարները չեն վերադարձվել հայկական կողմին։ Եթե դուժող են, դա մի հատ հարց պետք է տրվի, ասի, իսկ գումար ստացել եք դուք, այս փոխառությունները վերցրել եք դուք։ Բայց փոխառությունները վերադարձրել եք դուք, բավարար չեք վերադարձրել։ Եվ եթե ձեզ խաբել էին, բավարար եկաք պարտավորագիր գրեցիք, որ դուք եք պարտավորում եք վերադարձնել։ Ինչի հակառակ կողմից չուզեցիք որևէ պարտավորագիր, որ ասել դե դուք էլ գրեք հակառակը, որ դուք եք մեզ պարտ։ Ասեիք մի բան։ Դա գրվել է 2024 թվականին։ Հենց այստեղ էլ առաջանում են գործի հիմնական հակասությունները։ Իրանցի գործարարների խումբը նամակ է ուղարկել Ավրորա Նյուզ լրատվականին, պնդելով, որ իրենք այդ գումարով ապրանք են գնել եւ պատշաճ ուղարկել Հայաստան։ Սահմանը հատելուն պես գործարարների խմբի պնդմամբ կեղծումներ են տեղի ունեցել։ Իրանցի գործարարները իրենց համատեղ ընկերություններին եւ պարոն Ծառուկյանին ուղարկել են շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, սակայն այդ ապրանքները չեն հայտարարագրվել տվյալ ընկերությունների անունով։ Դրանք վաճառվել են կեղծ եւ թղթային ընկերությունների միջոցով, մաքսային փաստաթղթերի կեղծման ճանապարհով, իսկ ստացված գումարները փոխանցվել են պարոն Ծառուկյանին, նրա ընկերություններին եւ գործակիցներին։ Մեկ այլ հակասություն վերաբերում է մաքսային փաստաթղթերին։ Քննչական կոմիտեն եւ իրանցի գործարարները պնդում են, թե ներմուծման փաստաթղթերը կեղծվել են Հայաստանում։ Մինչդեռ փաստաբան Սարգսյանի խոսքով ներմուծումների ամբողջ գործընթացը կազմակերպել է հենց իրանական կողմը։
Ծառուկյանի կազմակերպությունը այս կողմից որպես հայկական կողմի ներկայացուցիչ, տարածք հատկացրել, տաղավարներն հատկացրել, վերանորոգումներն արել, գումարն ներդրել, իսկ պրոցեսուալ մաս իրենք են արել, թե ինչ ապրանք են բերել, մաքսազերծել են, կեղտիք են արել, չեն արել եւ այլն, այս նույն բաները արվել են մինչեւ Ծառուկյանը ծանոթանալը 2019-20 թվականներին, իրենք Ծառուկյանը ծանոթացին 2022 թվականին։ Եթե իրենք նույն մեխանիզմը նախկինում արել են, Ծառուկյանը հետ ծանոթացին 2022 թվականին, ինչ կապ ունի Ծառուկյանը այս պրոցեսների հետ։ Գործի շուրջ հրապարակային քննարկումների ֆոնին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանը շեշտել է, որ Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ հայտնել, որ անձամբ երկար ժամանակ փորձել է միջնորդել կողմերի միջև փոխզիջումային լուծում գտնելու համար։ Ես ցանկանում եմ, որ այս հարցը լուծվի քննարկման փոխզիջումային եւ խաղաղ ճանապարհով։ Ինքս մի քանի անգամ քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ եւ բավական ջանք եմ գործադրել խնդրի լուծման համար։ Մինչ դեսպանը խոսում է երկուստեք տնտեսական տարաձայնությունների մասին, քրեական գործում Ծառուկյանի պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ քննությունը պատշաճ գնահատական չի տալիս իր ներկայացրած փաստաթղթերին, այդ թվում իրանցի 3 գործարարների կողմից փոխառությունների ու պարտավորագրի մասին վարույթներին։ Եթե իրենք ընտրել են կեղծիքներով գործունեություն անել, դա արդեն իրենց դաշտում է, եւ պետական մարմինները այստեղ է որ պետք է ուսումնասիրություն կատարեն, թե չէ ընդամենը իրենց ցուցմունքը, որ մենք կարծում ենք, որ առանց Ծառուկյանի ոչ մի բան այստեղ չէր կարող լինել, դա ուղղակի աբսուրդ է։ Իրանում այս պահին նույն հարցով դատական ակտիվ գործընթաց կա, որի շրջանակում ընդգրկված են մեղադրյալներ, բայց թե ովքեր են գործով մեղադրվողները եւ Ծառուկյանը նրանց շարքում է արդյոք, ոչ իրանական, ոչ Ծառուկյանի փաստաբանական թիմը տեղեկություն չեն հայտնում։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ իրավապահ համակարգը դեռ քննում է Գագիկ Ծառուկյանի գործը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ բողոքում է հայ խոշոր գործարարներից մեկից։ Նա հայտարարել է, թե Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կապեր է պահպանել կոռումպացված անձանց հետ, այդ թվում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, եւ պնդել է, թե վերջինից ֆինանսավորել է Ռուսաստանի հայ օլիգարխ, որը ներկայում գտնվում է Հայաստանում տնային կալանքի տակ։ Ալիևը սակայն անուն չի նշել։ Ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններին, ապա դրանց միջև շատ մեծ տարբերություն կա։ Մենք Եվրոպական հանձնաժողովի հետ տարբեր հարաբերություններ ենք ունեցել։ Այն ժամանակահատվածում, երբ Եվրոպական դիվանագիտության ղեկին պարոն Բորելն էր, Եվրոպական հանձնաժողովի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները գործնականում լիովին խզվեցին։ Եվրոպական հանձնաժողովի կազմում գործում էր խոշոր հակաադրբեջանական խումբ, եւ մենք հուսով ենք, որ պարոն Բորելը վերջնականապես հեռացել է քաղաքականությունից։ Այդ ժամանակից ի վեր մեր հարաբերությունները սկսեցին կարգավորվել։ Մասնավորապես մենք տեսանք, որ այդ հարաբերությունների փոխադարձ վերագործարկման սուր անհրաժեշտություն կա, եւ մենք աջակցեցինք այդ նախաձեռնությանը։ Նրա հայտարարությանն արձագանքել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը։ Այդ որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, որից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը։ Ալիևը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել, պնդել է, թե Հայաստանը արդեն վառելիքի հուսալի մատակարար ունի եւ այդ մատակարարը հենց Ադրբեջանն է։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։ Ռուսաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։ Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, եւ այդ աղբյուրն Ադրբեջանն է։ Առանց դրա Հայաստանը հավանաբար ստիպված կլիներ բենզին եւ դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում։ Այս ամենի ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ կոչվող փոփոխությունը լիովին հնացած է եւ պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարվի։ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ։ Ինչ նպատակ են հետապնդում Ալիևի այս հայտարարությունները եւ ինչ քաղաքական ուղերձներ են դրանք պարունակում, լսենք փորձագետի մեկնաբանությունը։ Ադրբեջանը Եվրոպայի, հարավային Եվրոպայի որոշ երկրներ ուղղակի էներգետիկ շանտաժի է ենթարկում, որովհետև ռուսական էներգակիրներից կտրվելու պայմաններում եվրոպական որոշ երկրներ, Իտալիա, Հունաստան, Սերբիա, ադրբեջանական էներգակիրներ են գնում
Եվ Ադրբեջանը քաղաքական կախվածության մեջ է դրել այդ երկրները։ Հիմա այս պայմաններում ասում են Ադրբեջանի քաղաքական ռազմական կախվածության ավելացնենք նաև էներգետիկ կախվածությունը, այսինքն դու ամեն ինչով դառնում ես Ադրբեջանի բարի կամքի ենթակա ինչ-որ մի սուբյեկտ։ Կուզենան կճնշեն, չեն ուզենա, չեն ճնշի, չճնշելու գինը քաղաքական զիջումներն են։ Ալիևի քաղաքական հայտարարություններին զուգահեռ Բաքուն շարունակում է ակտիվություն ցուցադրել նաև ռազմական դաշտում։ Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, իսկ բանակի զինանոցը համալրվում է նոր զինտեխնիկայով։ Թե ինչ ուղերձներ այս ամենով փորձում փոխանցել Ադրբեջանը եւ ինչպես է փոխվում տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը, Գառնի Մութաֆյանն է պատմում։ Ադրբեջանում մեկնարկել են ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ։ Դրանց մասնակցում են կոմանդոսների, մոտոհրաձգային, մեքենայացված եւ հրետանային բրիգադներ ու զորահավաքների մասնակիցներ։ Փորձագետների գնահատմամբ Բաքուն հետպատերազմյան շրջանում ոչ միայն չի նվազեցնում ռազմական ակտիվությունը, այլև շարունակում է հետևողականորեն ամրապնդել իր ռազմական ներուժը։ Ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, որոնք տարբեր փոքր ստորաբաժանումների, փոքր մասշտաբի վարժանքները փորձում են որպես զորավարություն ներկայացնել, ադրբեջանցիները տարբեր զորքերի մասնակցությամբ ըստ էության տարվա ընթացքում իրականացնում են։ Դա վերաբերում է եւ բուն Ադրբեջանին եւ նաեւ Նախիջևանի ինքնահարապետությունում իրականացված զորավարություններին։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զորավարժությունները 2026 թվականի մարտական պատրաստության ծրագրի բաղկացուցիչ մասն են, սակայն ընդդիմադիր падգամավորի գնահատմամբ դրանք դժվար է դիտարկել որպես հերթական պլանային միջոցառում, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող զարգացումներն ու Ադրբեջանի վերջին քայլերը։ Մասնակցում են ոչ միայն հատուկ ստորաբաժանումներ, իսկ Ադրբեջանը իր բանակում հատուկ ստորաբաժանումների դերը շատ մեծացրել է, այսինքն թե հատուկ ստորաբաժանումները եւ թե ռեզերվիստները, այսինքն ավելի լայն մոբիլիզացիայի պայմաններում գործող բանակի եւ մոբիլիզացիոն ռեսուրսի համագործակցության խնդիր են լուծում։ Թիրախը ըստիս իհարկե Հայաստանն է եւ նաեւ Իրանը հաշվի առնելով վերջին զարգացումները։ Զորավարժություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է նաև իր սպառազինության արդիականացումը։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ արդեն ընդգրկվել են պակիստանա-չինական համատեղ արտադրության JF-17 բլոկ 3 կործանիչները։ Դրանք դասվում են 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների շարքին եւ ստեղծվել են կիրառելով նաեւ Չինաստանի J-25-րդ սերնդի կործանիչի ծրագրում գործածված մի քանի տեխնոլոգիական լուծումներ։ Հիմնական կարևոր էլեմենտներից այն է, որ դրանում օդ հրթիռներ են տեղակայված չինական արտադրության, որոնք բավականին մեծ հեռավորության վրա խոցում են իրականացնում եւ Ադրբեջանը ամեն դեպս հրապարակային մասով հնչեցրել է, որ մինչեւ 60 նմանատիպ կործանիչի գնում է իրականացնելու։ Տարբեր գնահատականներով գործարքի նախնական արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ 600 միլիոն դոլար, սակայն հետագայում այն ընդլայնվել է, հասնելով մոտ 4 միլիարդ 600 միլիոն դոլարի։ Փաթեթը ներառում է ոչ միայն կործանիչներ, այլև անձնակազմի պատրաստման ծրագրեր, սպառազինություն եւ տեխնիկական սպասարկման անհրաժեշտ միջոցներ։ Զորավարժություններ ու Զինում տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը շարունակում է փոխվել։ Ընդդիմադիր падգամավորի գնահատմամբ այս գործընթացներում Ադրբեջանը շարունակում է Հայաստանը դիտարկել իր անվտանգային հաշվարկների հիմնական ուղղություններից մեկը։ Իսկ ստեղծված պայմանում Հայաստանը պետք է վերանայի իր անվտանգային քաղաքականությունն ու պատրաստ լինի նոր մարտահրավերների։ Նիկոլ Փաշինյանն ասում է, բանակը չի կարող լինել անվտանգային համակարգի կամ անվտանգային հայեցակարգի առաջ տարա։ Այդպես բան այն էլ այս տարածաշրջան ուղղակի տրամաբանական չի։ Նայեք տարածաշրջանի բոլոր երկրները՝ Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, Արաբական ծոց, Վրաստան, բոլորը ուրեմն զինվում են։ Փաշինյանը ասում է դա մեզ համար կարևորը թրիփն է մեր անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանը շարունակում է ոչ միայն մեծացնել իր ռազմական ներուժը, այլև ցուցադրել այն։ Զորավարժություններն ու նոր սպառազինությունը փորձագետների կարծիքով մեկ ընդհանուր ռազմավարության բաղադրիչներ են։ Այս պայմանում Հայաստանի համար գլխավոր հարցն այլևս այն չէ, թե սպառնալիք կա արդյոք, այլ այն, թե որքանով է պետությունը պատրաստ դիմակայելու այդ սպառնալիքներին։ Գառնի Մութաֆյան, Մեհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Տեղատարապ անձրևները հեղեղել են Վրաստանի Կախեթի մարզի Թելավ քաղաքը։ Ուշ գիշերին, երբ սողանքից վնասվել է քաղաքի ստորին հատվածում գտնվող կամուրջը, վարարած գետը դուրս է եկել ափերից, ջրի հոսքն իր հետ տարել է քարեր ու խճաքարեր, հեղեղելով Կովկասիոնի և Ալազանի փողոցները։ Ջրհեղեղի հետևանքով ջուրը լցվել է բնակելի շենքերի նկուղներ, խանութներ, դեղատներ, նաև պետական և առևտրային բազմաթիվ օբյեկտներ։ Վնասվել են գազի և էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով քաղաքի մի հատվածում հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի։ Առավոտից դեպքի վայրում մոբիլիզացվել են բոլոր համապատասխան ծառայություններն ու հատուկ տեխնիկան։ Փրկարարներն ու կոմունալ ծառայությունների աշխատակիցները մաքրում են փողոցները, հեռացնում կուտակված ցեխն ու քարերը և վերանորոգում վնասված ենթակառուցվածքները։ Իսկ Բանգլադեշում ուժեղ ջրհեղեղների և սողանքների հետևանքով տասնյակ զոհեր ու 100 հազարավոր տուժածներ կան։ Նախնական տեղեկությունների համաձայն 51 մարդ զոհվել է, ևս 39 վիրավոր է, բնական աղետից ընդհանուր առմամբ տուժել է 1 միլիոնից ավելի մարդ։ Այժմ լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, կհանդիպենք։